Սելին մնացական, թե ինչպես Յանը սանձեց իր գազանին, հեքիաթ իմ, թե ինչպես եղավ հեքիաթների գրքից։ Կար ու չկար, ցերեկն արևն էր երկնքում, իսկ գիշերն աստղազարդ էր, փոքր ավան էր ու Յանը, նրան բոլորը ճանաչում էին, նա անտեսանելի առեղծվածային գազան ուներ, դա բոլորը գիտեին, միայն նա ինքը Յանը չգիտեր, նա երբեք գազանին չէր տեսել, միայն ձայնն էր լսել, հեյ Յան, ինչպես ես, գազանդ ինչպես է, Յանը չէր պատասխանում, նա չգիտեր պատասխանի երկրորդ մասը, դատարկ էր առնում ու մոռանում հարցը, նա որոշեց երբեք չպատասխանել մարդկանց, դրա համար նրան համր էին ասում, նա համր չէր, բայց չգիտեր ում հետ խոսեր, որտև չգիտեր նրանց հարցերի պատասխանները ու լռում էր, բոլորն ասում էին, որ նրա գազանը գիշերը շրջում է ավանում, բայց Յանը չգիտեր, նա ոչ տեսել էր, ոչ էլ լսել, գազանը ոչ կար, ոչ էլ չկար, չիմացավ, թե երբ համացանցում մի սպիտակ աստղ երևաց, սկզբում չհասկացավ, բայց հետո գլխին ընկավ, որ դա նա էր, իր գազանը, նա իր էջում թափառում էր ու կարծես թե խոսում էր առանց բառերի, Յանը մարդկանց չէր հավատում, բայց նրանք ասում էին, որ իր գազանը փոթորկում է իրենց, ուրեմն նա չար գազան է, բայց Յանը չէր հավատում, եթե իրեն են ընտրել, ուրեմն իր նման է, Յանը միայն ցածր շշուկ էր լսում և հավատում, որ նա իր կողքին է, նրանք իրար չէին խանգարում, բայց մի անգամ շշուկը կորավ, Յանը շատ տխրեց, երբ համացանցից աստղանիշն անհետացավ, նա հասկացավ, որ գազանը հեռացել է ու սկսեց փնտրել համացանցում, բայց համացանցը չէր ճանաչում նրան, ոչ մի տեղեկություն չուներ, մի օր Յանը երազ տեսավ, նրան մի տարօրինակ տուփ այցելեց, երբ տուփը սեղանի կենտրոնում անշարժացավ, նրանից մի եռանկյունի առարկա դուրս եկավ ու սկսեց գծեր թողնել հատակին, երբ եռանկյունի նարգղի հետ անհետացավ, Յանը հավաքեց այդ գծերն ու ներմուծեց համացանց, որը վերցանեց դրանք, գազանը բաժակի մեջ է, Յանը փնտրեց խոհանոցի բոլոր բաժակների մեջ ու ոչինչ չգտավ, հեյ Յան, քո գազանը քաոս է առաջացնում, սանձիր նրան, դա նորից այդ տհաճ բենն էր, նա առիթ բաց չէր թողնում, որ հիշեցներ իր անմիտ գոյությունը, բայց Յանը գիտեր, որ անմտության մեջ էլ ճշմարտություն կա ու գլխին ընկավ, որ բաժակն ու քաոսը կապված են իրար հետ, այդ գիշեր նա բաժակը թողեց դրսում, դռան մոտ, իսկ առավոտյան ներս բերեց, սկզբում նրան թվաց, որ այն դատարկ էր, բայց երբ նորից շշուկներ լսեց, հասկացավ, մայրն ասում էր, որ ապրելու գիտությունը իրենց շրջապատող աշխարհի մեջ է, պետք է ընդունակ լինել դա տեսնել ու զգալ, Յանը լսեց մարդկանց ասածներն ու թեև լռում էր, բայց նրանց ասածներից կարողանում էր գուշակել իր գազանի անցած ճանապարհը, այդպիսով նա կարողանում էր սանձել գազանին, իսկ երբ նա սանձվում էր, սանձվում էին նաև չարությունն ու քաոսը, նա հասկացավ, որ այն, ինչ կա իրականության մեջ, դա նաև չկա, ուրախությունը քեզ, իմաստնությունը նրան, համբերությունը ինձ,